111 տարի առաջ մենք ցեղասպանվել ենք որպես քրիստոնյաներ։ Հիմա կարծես թե նորից նույն իրողության առաջ են կանգնած։ Որովհետև պատմությունից դասեր չենք քաղել եւ համենայն դեպս սովետական միության փլուզումից հետո չենք ունեցել ազգային իշխանություն։ Միշտ եղել են նամեստնիկներ, որոնք կատարել են հիմնականում Կրեմլի հրահանգները եւ բնականաբար չեն կարողացել այսինքն այդպիսի բանել հրահանգել չի եղել, որպեսզի մեր ազգի ոգեղենությունը բարձրացնեն, նրա իրավունքների թեման արծարծեն եւ այլն։ Իմ կարծիքով մեր հայոց իրավունքները դա մեր զրահն է, դա օրինականը, դա մարդկայինն է, դա բարոյական է եւ այս առումով մենք աշխարհում շատ համախոհներ ունենք, շատ եւ չօգտվել դրանից ել չեմ ասում, եթե միջև մալ լռել են, հիմա արդեն մերժում են այդ իրավունքները, հրաժարվենք, խաղաղ ապրենք եւ այլն, բայց խաղաղ ապրել կլինի միայն այն պարագայում, երբ որ հնարավոր կլինի մեր իրավունքներին հետամուտ լինել եւ դա ինքնապաշտպանական քայլ կլինի եւ process կլինի։ Պարոն Պետրոսյան, դուք ինչ եք կարծում այս ծանր վիճակից հայ ժողովուրդը ինչպես պետք է դուրս գա։ Մենք արժևում ընտրություններ են լինելու, բայց անհասկանալի է մեր ժողովրդին ինչպես կարելի է իրական փոփոխություն բերել, ի վերջո մեր մեջքը ուղղել, մեր պահանջատիրությունը առաջ տանել, ցույց տալ, որ մենք ինքնիշխան երկիր ենք, որ մենք հպատակ ազգ չենք։ Ինքնիշխան չենք, ինքնիշխանությունը պետք է մենք վերահաստատենք։ Դա դե յուրե իբր թե ինքնիշխան ենք, բայց դե ֆակտո այդպես չի։ Մենք մանավանդ այսօր մենք չգիտեմ, պինգ-պոնգի գնդակի նման այս կոմ ենք թռչկոտում տարբեր պատվիրատուների, տարբեր ոնց որ ասած տարածաշրջանային խոշոր խաղացողների ձեռքում հիմա մենք ընդհանրապես մի sense, չգիտեմ, անպետք մի բան ենք զուտ տարածքի վրա գտնվող եւ մեր հետ վարվում են ոնց ուզում են։ Ուրեմն ինքնիշխանություն որպես այդպեսին գոյություն չունի։ Ինքնիշխանություն ձեռք բերելու համար մենք պետք է անենք մի քանի քայլեր։ Նախ այս արատավոր համակարգը, որ ստեղծվել է Հայաստանում եւ այս իրավական հենքը, որը կապում են մեզ որպես իբր թե միջազգային օրենքներին սազող, հա, պետություն, այս տարածքներով եւ այլն, բայց մենք շատ լավ գիտենք, որ սա ռուս-թուրքական որոշման արդյունքում ենք մենք այսօր։ Մինչև մենք այս կապանքներից չազատվենք, մենք հնարավորություն չենք ունենա ինքնիշխանություն ձեռք բերելու։ Դրա համար առաջի քայլը որ պետք է արվի, այսօր իշխանափոխություն։ Բայց իրականում անհրաժեշտ է որ անպայման լինի անցումային պերիոդ, անցումային ժամանակաշրջան, պրոֆեսիոնալներով ճգնաժամային կառավարություն, որը այն խանգարող բաները, որ կան մեր այս պետական համակարգում, սրանք փոխելով, սրանք վերացնելով եւ այլն պետք է բերենք հասցնենք այն աստիճանի, որ ժողովուրդը իրականում հնարավորություն ունենա ընտրության։ Հիմա ընդամենը քվեարկություն է։ Այդ հունիսի 7-ը քվեարկություն է։ Տեսեք հիմա մենք գնում ենք
Արդյոք մեր մասին ժողովուրդը ճիշտ է տեղեկացված։ Արդյոք ամբողջականը տեղեկացված։ Արդյոք հասկացել է, թե մեր թեզերը որն են։ Դրա փոխարեն ամբողջ օրը մեդիայում այլ բաներ է քարոզվում։ Մեկը խաղաղություն, մեկը ուժեղ, մեկը չգիտեմ, այսպես, այնպես բան, բայց դրանք հիմնականում անբովանդակ բաներ են։ Մենք ուզում ենք երկրին տանք բովանդակություն, տանք արժանապատվություն, իրավունք։ Այս պարագայում նոր մենք կլինենք ինքնիշխան իրական երկիր, համայն հայության համար։ Համայն հայության մենք իրավունք չունենք տարանջատելու Սփյուռքը։ Սփյուռքը դա մեր մասն է։ Ինչպես Արցախն է մեր մասը, այնպես էլ Սփյուռքն է մեր մասը։ Մենք ամբողջ հայության ճակատագրով պետք է շահագրգիռ լինենք։ Ամբողջ հայության խնդիրների լուծմանը պետք է լծվենք։ Եվ միասին կհաջողենք։ Ընդամենը պետք է կամք, ճանապարհային քարտեզ եւ նվիրում։ Մնացածը կլինի։ Ոչ մի բանից էլ վախենալ պետք չի։